Իրանը վերականգնում է իր ռազմաարդյունաբերական բազան ավելի արագ, քան ԱՄՆ-ն սպասում էր եւ արդեն վերսկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, հաղորդում է CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին։ Հաղորդագրության համաձայն Թեհրանը սկսել է վերականգնել որոշ արտադրական հզորություններ ապրիլի սկզբին ուժի մեջ մտած հրադադարի ընթացքում։ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը վերականգնում է իր հրթիռային համակարգերը, արձակման կայանքները եւ հիմնական զենքերի արտադրական հզորությունները, որոնք վնասվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից զգալիորեն ավելի արագ, քան սպասվում էր։ CNN-ը նշում է, հետախուզության գնահատականները ենթադրում են Իրանը կարող է լիովին վերականգնել իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության հզորությունները 6 ամսվա ընթացքում։ Կիևի ռեժիմի համար դիմադրությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ինքնաոչնչացնող է, քանի որ այն անխուսափելիորեն ստիպված կլինի բազմաթիվ ցավոտ զիջումների գնալ։ Նման կարծիք է հայտնել հունգարական European Conservative ամսագիրը։ Ինչպես նշում է հրատարակությունը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռեսուրսների անհավասարակշռությունը միշտ նշանակում էր, որ Կիևը չէր կարողանա հաջողության հասնել, եւ 2022-ին հակամարտությունը շարունակելու որոշումը աղետալի էր ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի համար։ Արդյունքում Ուկրաինայի բնակչությունը 4 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան կեսով, 40 միլիոնից հասնելով մոտ 20 միլիոնի, մինչդեռ եվրոպական երկրները բախվում են էներգակիրների գների աճի եւ արագացված ապարդյունաբերականացման հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Կուբայում ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական տարբերակները, բայց դեռևս որոշում չի կայացրել։ Հաղորդում է Politico-ն, հղում անելով Սպիտակ տան անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։ Թրամփն ունի Կուբայում դիվանագիտական եւ ռազմական տարբերակներ, բայց դեռևս չի որոշել այս կամ այն ուղին, շարունակելով ճնշում գործադրել նավթի ներմուծումը արգելափակելով եւ պատժամիջոցներ սահմանելով, նշում է հրատարակությունը։ Թերթը պարզաբանում է Կուբայի վերաբերյալ Վաշինգտոնի հաջորդ քայլերը մնում են անորոշ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում, որը ներառում է Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան եւ Արևելյան Աֆրիկան, գործող 2 ամերիկյան ականակիրներ հագեցած են լազերային համակարգերով, հայտնում է Warzone-ը։ USS Spruce ականակիրը մտնում է Աբրահամ Լինքոլն ավիակրի հարվածային խմբի մեջ, մինչդեռ USS John Finn ականակիրը պարեկային ծառայություն է իրականացնում Հնդկական օվկիանոսում։ 2 նավերն էլ հագեցած են Odin լազերային համակարգով, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը կողմնորոշելու եւ նավերի սուզանավերի անձնակազմով կառավարվող ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի վրա գտնվող հետախուզական համակարգերի տեսախցիկներն ու սենսորները չեզոքացնելու համար։ Պորտալը հայտնում է, ԱՄՆ ռազմածովային ուժերը ուղղորդված էներգիայի զենքեր են տեղակայել 9 նավերի վրա։ Իսրայելի ղեկավարները հանձնառու են Իրանի դեմ ռազմական գործողությունները հնարավորինս շուտ վերսկսելուն, սակայն հիասթափված են նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումից, որը ըստ հրեական պետության Թեհրանը դիտավորյալ օգտագործում է դիվանագիտական դադարը երկարաձգելու համար։ Այս մասին հաղորդում է CNN-ը, հողում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին։ Աղբյուրը մեկնաբանել է Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջին զրույցը, որը նա որակել էր որպես լարված։ Զրույցից հետո իսրայելական կողմը շարունակում էր մտահոգված լինել ամերիկացի առաջնորդի դիրքորոշմամբ, որը հանգեցնում է ձգձգվող իրավիճակի, մինչդեռ իսրայելական կառավարության ամենաբարձր մակարդակներում կա ռազմական գործողությունները վերսկսելու ուժեղ ցանկություն։ Աղբյուրը հավելել է, Նեթանյահուն վրդովված է Թրամփի հետ զրույցից, քանի որ կարծում է, որ ներկայիս դադարը միայն օգուտ է բերում Իրանին։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կարող է շուտով այցելել Հյուսիսային Կորեա, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի կառավարության աղբյուրներին։ Մենք ստացել ենք հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը շուտով կայցելի Հյուսիսային Կորեա, ասել է գործակալության աղբյուրներից մեկը։ Մեկ այլ պաշտոնյա հայտնել է, այցը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Սեուլը նշել է, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանին այցելել է Հյուսիսային Կորեա ապրիլին։ Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է ներդնել ծնողական ժամ հասկացությունը։ Նախագիծը Հայաստանի կառավարության նիստում ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։ Նրա խոսքով նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության նոր կարգավորումներ ներդնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը
Մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից։ Նշել է Սմբատյանը, նախագծով նախատեսվում է, որ մինչև 2 տարեկան երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ աշխատավարձի պահպանմամբ, 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողները կկարողանան աշխատանքից բացակայել օրական առավելագույնը 1 ժամով։ Միաժամանակ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ ծնողական ժամից անկախ երեխաների թվից։ Փոխնախարարի խոսքով առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի եւ ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։ Բոլորին դեմ եմ կուսակցության եւս 12 անդամ դուրս են գալու ցուցակից, ցուցակում մնալու է 25 տեխնացու։ Այս մասին հայտարարել է կուսակցությունը։ Մենք հայտարարել էինք, որ հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած 3 փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով 5 տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել եւ վայր ենք դնելու մեր մանդատները։ Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու process-ը իրավական առումով երկարատև process է, գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախորոք, ասված է կուսակցության հայտարարության մեջ։ Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքում անօթաչուների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել։ Կան նաև տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա չի մանրամասնել քաղաքի որ օբյեկտներն են հարվածի տակ հայտնվել։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ հրդեհ է բռնկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանում։ Հենց Վոլոդիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ էության, ավելորդ անգամ դա ընդգծում եւ ապացուցում է, թե ով է գլխավոր խոչընդոտը խաղաղ ռելսեր դուրս գալու ճանապարհին։ Դա Զելենսկին է եւ նրա ռեժիմը, ասել է Պեսկովը։ Նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նրա հետ ամեն ինչ կարգին է, նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ։ Նա շատ լավ մարդ է, ասել է Թրամփը խոսելով Նեթանյահուի եւ նրա հետ Իրանի նկատմամբ հետագա գործողությունների քննարկման մասին։ ԱՄՆ-ի գործողությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ձգտում է կրկին պատերազմ սանձազերծել, սակայն իրանական զինված ուժերը պատրաստվել են զինադադարի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Թշնամու հրապարակային եւ ոչ հրապարակային գործողությունները ցույց են տալիս, որ նա ձգտում է պատերազմի նոր փուլի, ասել է Ղալիբաֆը։ Միևնույն ժամանակ նա նշել է, Իրանի զինված ուժերը զինադադարի ընթացքում ժամանակ չեն կորցրել եւ պատրաստվել են ցանկացած սցենարի։ Վերջինս նաև նշել է, Իրանի զինված ուժերը օգտագործել են ԱՄՆ-ի հետ զինադադարը վերականգնվելու եւ սպառազինության պաշարները լրացնելու համար։ Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը Թեհրանի առաջարկի հիման վրա հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային։ Նրա խոսքով մտքերի փոխանակումը տեղի է ունենում Իրանի 14 կետից բաղկացած առաջարկի տեքստի հիման վրա։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Պակիստանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նոր առաջարկը, որը բաղկացած է 14 կետից։ Ըստ տվյալների, տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման եւ վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի սկզբին։ Այս մասին հղում անելով իր աղբյուրներին հայտնել է Al-Arabian։ Նրանց տեղեկություններով հանդիպումը տեղի կունենա Իսլամաբադում հաջի սեզոնի ավարտից հետո։ 2026 թվականին իսլամի սրբավայրեր ուխտագնացության հիմնական ծեսերը համընկնում են մայիսի 25-ից 29-ի հետ։ Աղբյուրները նաև հայտնել են ներկայումս աշխատանքներ են տարվում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։ Ուրբաթ օրը Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կարող է այցով ժամանել Իրան համաձայնագրի վերջնական տարբերակը հայտարարելու համար։ Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև երկկողմ գործարքի կնքումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի դեռ նրանք համաձայնագիր չեն ստորագրել, ասել է նախագահը։ Ոչ, մենք ոչինչ չենք առաջարկել, հավելել է Թրամփը։
Հյուսիսատլանտյան դաշինքը հետևում է Ռուսաստանի Դաշնության միջուկային զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Մենք իհարկե հետևում ենք, թե ինչ է կատարվում, ասել է գլխավոր քարտուղարը։ Բոլորին դեմ եմ կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել, ցուցակի 87 տեխնացուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ Տեղեկությունը հաստատել է կուսակցության վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցը։ Մենք նախապատրաստվում էինք այս փուլին, որովհետև մեր նպատակը իշխանության գալը չէ, այլ ազգային ժողովում ներկայացված լինելը կարող է ավելի շատ մարդիկ դուրս գան, ընթացքում էլի մարդիկ դուրս կգան։ Ինքնաբացարկ են հայտնել վերջին համարները, ասել է Նինա Կարապետյանցը։ Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստ է տեղի ունեցել Ախուրյան Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման թեմայով։ Ջրային կոմիտեից հայտնել են, որ այն առաջին անգամ էր անցկացվում Երևանում։ Ողջույնի խոսքով է հանդես եկել ջրար ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Նա նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, սակայն թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, չի ներկայացվում։ Հռոմի Լևոն 14-րդ պապը եւ Արամա կաթողիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորել են հերթական հրապարակային ընդհանուր ունկնդրությունը։ Հռոմի պապը հատուկ ողջույնի խոսք է հղել Արամա Ավեհափար հայրապետին, որն այս առիթով եւս կենտրոնական ամբիոնին էր Հռոմի պապի կողքին։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր Արամա, հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մեր մեջ, մինչ մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միության, ասել է Հռոմի պապը։ Նա առաջարկել է աղոթել նաև Լիբանանի եւ Միջին Արևելքի խաղաղության համար։ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է Կիլիկիան, կատարել են Արամ Ան եւ Սրբազան հայրերը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քարոզարշավի շրջանակում Արարատի մարզում էր։ Գեղանիստում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. 18 թվականի մայիսի 9-ին ես նստեցի մի մեքենայի ղեկին, որը մեծ արագությամբ ընթանում էր դեպի Անդունդը։ Եվ թվում է, թե ամենատրամաբանականը թվում է, թե ուրիշ ճանապարհ չկար, որովհետև մայրուղին է դա։ Պետք է այդտեղով գնաս, որովհետև այն մյուս ճանապարհները ոչ ասֆալտ կա, ոչ ճանապարհ կա, մեքենան էլ առանձնապես տենց 4 անգամ 4 չի, բայց մենք դերևս առաջին ազգից ոչ տրամաբանական բան արեցինք, մենք այդ մեքենայով դուրս եկանք պատրաստված մայրուղուց, ասենք որ մենք նոր ճանապարհ պետք է գտնենք մեզ համար։ Եվ մենք գտանք այդ ճանապարհը եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր պետությունը քան երբևէ, անկախ է քան երբևէ, ինքնիշխան է քան երբևէ, բարեկեցիկ է քան երբևէ, անվտանգ է քան երբևէ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում նոր-նորքի 6-րդ զանգվածում Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ եւ Հրազդան մարզադաշտի մոտ մայիսի 22-ին ժամը 10:00-ին 2 կրակոց։ Ես ասել եմ իմ հայրենիքն ունեցվածքով չեմ կարող փոխել։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արձագանքելով Նիկոլ Փաշինյանի Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու հայտարարությանը։ 8 տարվա ընթացքում բացի սուտ ասելուց, խաբելուց ուրիշ բան չի արել, հիշում եմ իր խոստումները, իր ասացները, որ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, ինքն եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու։ Ասում է ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, բայց այսօր ժողովրդին դարձրել է միայն տուգանքի մատերիալ։ Մելեին, ասել էին, սենց բան ուզում անի, ես ասեմ կյանքում, ես չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կարել ենք, ամենքն էլ հատեղում է 25 տարի անցել է նորեն հիշել, ինչի մասնավոր։ Արկեն ենք տալի ամեն ինչը տեղը։ Սա նշան է, որ արդեն նրանք զգալով, արդեն պատկասում են իրենց վերջ եկել, այս վիճակով ժողովուրդ չես կարա պայել։ Եվ որևիցե մեկ էլ ոչ վստահ ոչ այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել է Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, էլ ուրիշ բան չկա։ Հարկավոր է վերջ տալ, երկրին ասենք թե երաշխավորված խաղաղություն լինի, ժողովրդին ասենք ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք, սա լինի։ Ինչ ասեմ կարամ այսօր գրեմ ստորագրեմ։
Ես ուզում եմ ասել, որ մարտի 1-ի գործով ինչ հնարավոր էր անել այս իշխանության ժամանակ, արդեն արվել է նոր բան, իրենք չեն կարող անել։ Այս մասին Քարոզ Արշավի ժամանակ հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը, այսինքն հավատալ ընտրել Նիկոլ Փաշինյանին, որ մարտի 1-ը նորից է բացահայտում, նորից է պատժում, դա էլ խայտառակություն կլինի։ Ուզում եմ կենտրոնանալ այդ հարցի վրա, ինքն ինչ էր ասում էր բացահայտված է, բայց Քոչարյանը պետք է նստի։ Ոնց կարելի է վերջին 8 տարվա ընթացքում Քոչարյանին նստեցնելու թեմայով շարունակել իշխանավարել։ Իրավաբանորեն այդտեղ անելու բան չկա, խաբում են, ոչ մեկ չի նստելու, ստում են, ուզում են վերընտրվել, նորից էլի գնան պարլամենտ, իրար հետ գնան գործուղումների, ուտեն, խմեն, քեֆ անեն, ասել է Մարուկյանը։ Նա նաև շեշտել է, որ մարտի 1-ի գործով իշխանությունները նոր բան այլևս չեն կարող անել։ Ինչ որ կա արել են, շահարկել են։ Այս նույն պատմությունն ունենք հոկտեմբերի 27-ի մասով, որ Մեռան շահարկելով, Մեռան Այտարյան վրա անդադար կարիերաներ անելով, նշել է Մարուկյանը։ Լիտվայի ղեկավարությունը ստիպված եղել ապաստան գտնել անօթաչու թռչող սարքի հնարավոր հարձակման պատճառով։ Տեղական լրատվական գործակալությունները հաստատել են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, վարչապետ Ինգա Ռուգինիերեն եւ Սեյմի խոսնակ Յուզաս Օլեգասը ապաստարանում են։ Մայիսի 20-ի առավոտյան Բալթյանոթային տարածքում պարեկություն իրականացնող ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացել են Լիտվայի օդ։ Ահազանգը գործարկվել է սահմանի մոտ գտնվող ռադարային ազդանշանից, որը նման էր անօթաչու թռչող սարքի։ Դեմոկրատների ճնշման տակ ԱՄՆ գերագույն դատարանը կարող է արգելել նախագահ Թրամփին պատերազմել Իրանի դեմ։ Նման քայլը աննախադեպ կլինի ամերիկյան պատմության մեջ, նշել է ամերիկացի քաղաքագետ Մալեք Դուդակովը։ Առայժմ խոսքը բոլոր սենատորների միջև լիարժեք քվեարկությունից առաջ ընթացակարգային քվեարկության մասին է։ Եթե Սենատը հաստատի այս բանաձևը, այն դեռ պետք է քվեարկվի ստորին պալատում։ Ես չեմ բացառում, որ դեմոկրատները իրականում կհաջողեն այս ամենը ավարտել շաբաթվա վերջում, եւ այդ դեպքում իհարկե Թրամփը կկանգնի ընտրության առաջ, կամ նա պետք է ընդունի այս կոնգրեսի որոշումը եւ հետ քաշվի Իրանի հարցում, կամ նա պետք է նախագահական վետո դնի եւ այդպիսով խոչընդոտի այս օրինագծի, այս բանաձևի օրենք դառնալուն, ասել է ամերիկացի քաղաքագետը։ Հայաստանում յուրաքանչյուր ընտրություններից առաջ հնչում է նույն միտքը, ամեն ինչ արդեն որոշված է, սակայն փորձն ու վիճակագրությունը ցույց են տալիս, որ նույնիսկ մեկ ձայնը կարող է վճռորոշ լինել։ Աշխարհի տարբեր երկրներում ընտրությունների արդյունքները բազմիցս որոշել են ընդամենը մի քանի ձայնով։ Փորձագետների գնահատմամբ, որքան բարձր է ընտրողների մասնակցությունը, այնքան փոքր է վարչական ռեսուրսի ազդեցությունը։ Մեծ մասնակցության պայմաններում նաև ավելի դժվար է դառնում ընտրակեղծիքների իրականացումը, քանի որ գործընթացը գտնվում է ավելի մեծ հանրային վերահսկողության ներքո։ Քաղաքագետների խոսքով ընտրությունների նկատմամբ անվստահության եւ ոչինչ չի փոխվի տրամադրությունների տարածումը հաճախ հանգեցնում է ապաթիայի։ Արդյունքում ընտրություններին մասնակցում են ավելի քիչ մարդիկ, իսկ կազմակերպված փոքր խմբերի ազդեցությունը մեծանում է։ Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, մասնակցության անկումը վտանգում է ժողովրդավարության նկատմամբ վստահությունը եւ կասկածի տակ դնում իշխանության լեգիտիմությունը։ Հայաստանում խորհրդանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ, հետեւաբար ընտրություններին չմասնակցելը բողոքի ձև չէ, այլ որոշման իրավունքը ուրիշներին փոխանցելու քայլ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյանը Եվրոմեդիայի հետ զրույցում հայտարարել է. Նիկոլ Փաշինյանն ունի հետևորդների ինչ-որ մի թվաքանակ եւ ունի ահռելի վարչական ռեսուրս, որոնք ինքը օգտագործելու է ամբողջովին։ Նիկոլ Փաշինյանը ունի իհարկե իր հետևորդների ինչ-որ մի թվաքանակ եւ ունի ահռելի վարչական ռեսուրս, որոնք ինքը օգտագործելու է ամբողջովին։ Եթե ընտրություններին շատ մարդ մասնակցի, դիցուկ 1.5 միլիոն մարդ, ապա իր ռեսուրսը կազմելու է ընդամենը ենթադրենք 1/3 եւ ինքը հնարավորություն չի ունենա վերարտադրվելու։ Եթե ընտրություններին մասնակցի դիցուկ 1 միլիոն մարդ, ապա ինքը կարող է ընտրություններում հաղթի։ Ուստի ընտրություններին չմասնակցելը ուղղակի պարզ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինքը դա շատ լավ հասկանում է եւ իր այս այլանդակ պահվածքը, այս խուլիգանական արտահայտությունները, այս սպառնալիքները մի նպատակ ունեն։ Մարդկանց զզվացնել ընտրությունների գաղափարից, որ մարդիկ ասեն, այս խուժանությանը մենք չենք մասնակցում եւ չգնա ընտրատեղամասեր։ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորական թեկնածու Արման Աբովյանն էլ շեշտում է, որքան շատ մարդ մասնակցի այնքան իշխանության վերարտադրվելու հնարավորությունը կնվազի։ Եվ ինչքան շատ մարդ մասնակցի, այդքան իշխանության հնարավորությունը վերարտադրվել նվազում է։ Պայմանական, եթե մասնակցում է 1 միլիոն հոգի,
իրանք 50% են։ Եթե մասնակցում է 1.5 միլիոն հոգի, իրանք հետևաբար 25-30% են։ Հասկանում եք, եւ այստեղ այո, մարդիկ պետք է ուղղակի հասկանան հետեւյալը. ում ուզում եք գնացեք քվեարկեք, ում ուզում եք գնացեք, դուք որոշեք, ժողովուրդ։ Բայց դրա հետ մեկտեղ իմացեք մի բան, որ հենց անմիջապես ձեր քվեից է ամեն ինչ կախված։ Իշխանությունը անում է ամեն ինչ, որ ձեր քվեն անցնի իրանց, այսինքն դուք չգնաք քվեարկության, որովհետև չգնալու դեպքում անուղղակի ըստ էության ստացվում է, որ դուք սատարում եք իշխանությանը։ Հունգարիան, ինչպես Եվրամիության ցանկացած այլ երկիր, ինքնիշխանություն ունի իր էներգետիկ գնումների հարցում, հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը։ Հարցին, թե ինչպես է Վարշավան արձագանքում Բուդապեշտի կողմից ռուսական էներգիայի շարունակման գնումներին, հունգարացի քաղաքական գործիչը պատասխանել է. Եվրամիությունը կազմված է ինքնիշխան պետություններից, ուստի նրանք նույնպես ունեն ինքնիշխան ծրագիր, որոշելու թե որ ուղղությամբ են ցանկանում շարժվել տարբեր հարցերում։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի կոչը հարձակվել Կալինինգրադի վրա խելագարություն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս հայտարարությունը սահմանակից է խելագարությանը, ասել է Կրեմլի խոսնակը։ Ըստ Պեսկովի, նման հայտարարությունները չպետք է լուրջ ընդունվեն։ Նա կարծում է, որ դրանք ավելի շատ լիտվացի քաղաքական գործիչների անկարողության նշան են եւ ցույց են տալիս նրանց մտածված բարդ գործողությունների անկարողությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգաղթային օրենքը ներգաղթային վիզայի բոլոր դիմողներից պահանջում է անցնել բժշկական զննում հանրային առողջության պահպանման, ինչպես նաև ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքի պահանջները կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունից։ Բուժզննումը միտված է հայտնաբերելու հանրային առողջության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դրանց տարածումը կանխելու նպատակով։ Այն հաստատում է, որ դիմողները ստացել են անհրաժեշտ պատվաստումները, պաշտպանելով թե դիմողին, թե ԱՄՆ բնակչությանը, ասված է հաղորդագրությունում։ Հայաստանյան հյուրանոցային ոլորտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Միջազգային հեղինակավոր Wyndham Hotel and Resort բրենդը ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում, ներկայացնելով նոր ներդրումային նախագծեր։ Ծաղկաձորում արդեն գործող Wyndham Grand Ծաղկաձոր հյուրանոցի կառուցումից հետո շուկայում կհայտնվի եւս մեկ խոշոր նախագիծ Ramada Encore by Wyndham Դիլիջան հյուրանոցը։ Նոր նախագծերը նպատակ ունեն ոչ միայն բարձրացնել հյուրընկալության ոլորտի չափանիշներն, այլև խթանել զբոսաշրջության եւ ներդրումային միջավայրի զարգացումը Հայաստանում։ Wyndham Grand Ծաղկաձորն իր տեսակով բացառիկ նախագիծ է։ Այստեղ առաջարկվում է 145 հարմարավետ համար, լյուքսից մինչև նախագահական։ Հարմար կառավարման վահանակի միջոցով հյուրերը կարող են պատվիրել room service, ամրագրել սեղան ռեստորանում, գրանցվել սպա ընթացակարգերի համար եւ օգտվել հյուրանոցի բոլոր ծառայություններից առանց սենյակից դուրս գալու։ Այստեղ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղան ձևաչափով։ Համարների մեծ մասն ունեն ընդարձակ պատշգամբներ, հանգստի գոտիով եւ լեռնային պանորամային տեսարանով։ Ծաղկաձորում հաջող մեկնարկից հետո GRP-ն Wyndham-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ներկայացնում է իր երկրորդ նախագիծը Ramada Encore by Wyndham հյուրանոցը, սակայն այս դեպքում Դիլիջանում։ Գտնվելով Հայաստանի ամենագեղեցիկ եւ հեռանկարային ուղություններից մեկում, այս նախագիծը արտացոլում է երկարաժամկետ տեսլական բարձրացնելու զբոսաշրջության չափանիշները եւ ներգրավելու ինչպես միջազգային այցելուների, այնպես էլ ներդրողների ուշադրությունը։ Սրանով մենք կզարգացնենք հյուրանոցային բիզնեսը Հայաստանում եւ կոնկրետ մարզերում, այս պահին Դիլիջանում։ Ramada Encore by Wyndham դա Wyndham հյուրանոցի ցանցի ամենատարածված բրենդերից մեկն է Ramada բրենդը եւ ուղղվածությունը հյուրանոցի կլինի ավելի շատ ընտանեկան։ Չնայած մեր մոտ կան նաեւ կոնֆերանս դահլիճներ են լինելու, որ կարելի է նաեւ բիզնեսի որպես բիզնես դիտարկել հյուրանոցը, սակայն ուղղվածությունը լինելու է հենց ընտանեկան հանգստի համար։ Սպասարկումը կոնկրետ եթե հյուրանոցի մասն ենք խոսում, ինքը mid-scale հյուրանոց է, միջին կարգի հյուրանոց, բայց բոլոր ստանդարտներին Ramada բրենդի ինքը համապատասխանելու է եւ նույնիսկ մի փոքր ավելի հաշվի առնելով մեր հայկական ունիկալությունը։ Հյուրանոցը նախատեսված է ճանապարհորդների, զույգերի, ընտանիքների, ինչպես նաև կորպորատիվ միջոցառումների եւ բանկետների համար։ Սակայն հիմնական շեշտը դրված է ընտանեկան հանգստի վրա։ Շատ անհրաժեշտ են մեր քաղաքում, մեր պետությունում նմանատիպ ցանցային հյուրանոցները շատ անհրաժեշտ են եւ ինչքան շատանում են, այնքան նշանակում է туриզմն է զարգանում, տնտեսությունն է աճում, դա միայն դրական է։
Հյուրանոցը կունենա 200 համար, գրեթե բոլոր համարներն ունեն պատշգամբներ, իսկ ահա կոնֆերանսային գոտին ներառում է 3 դահլիճ։ Ռամադային քորի շինարարական լուծումները կմիավորեն ժամանակակից մոտեցումներն ու Դիլիջանի ճարտարապետական ինքնատիպ ոճը։ Մեր հիմնական առաքելությունը վերափոխել զբոսաշրջության եւ կառուցապատման ոլորտը միջին ու բարձր կարգի ներդրումային հյուրանոցների կառուցման միջոցով։ Սա մեր արդեն հերթական քայլն է, ցույց է տալի, որ մեր տեսլականը աշխատող է։ Միջազգային բրենդի ճանաչելիության, Դիլիջանի եզակի բնության եւ պրոֆեսիոնալ կառավարման շնորհիվ Ռամադային քոր by Wyndham Դիլիջանը կդառնա նոր գրավչության կենտրոն Հայաստանի եւ ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար։ Այս մեգանախագծով նաեւ լուծվում է տեղաբնակների զբաղվածության խնդիրը, կբացվեն նոր աշխատատեղեր։ Նմանատիպ նախագծերի իրականացումը մեր երկրում վկայում է այն մասին, որ զբոսաշրջային ոլորտը շարունակում է զարգանալ, առաջարկելով ավելի մրցունակ եւ ժամանակակից հնարավորություններ։ Wyndham-ի նախագծերը ոչ միայն նոր մակարդակի հյուրանոցային ծառայություններ են խոստանում, այլև կարող են դառնալ կարևոր խթան տարածաշրջանային զբոսաշրջության, ներդրումների եւ երկրի միջազգային ճանաչելիության աճի համար։ Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների սպոտ համակարգի գործարկման մասին։ ՊԿ նշել է, թե ինչ է փոխվում Հայաստանից արտահանողների համար։ Այսպիսով 2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը, թեև սպոտի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը, համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց Ռուսաստանի Դաշնությունում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR կոդի ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ Սպոտը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝ կանխիկ դրամի, նավթի, էլեկտրաէներգիայի, ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները նախապես ծրագրավորված էին եւ նրանք մեկնարկեցին Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև համաձայնեցված գործողությունների համապատասխան ծրագիր, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Այս հարվածները իրականացվեցին, քանի որ դա ձեռնտու էր երկու երկրների համար։ Պատմությունը կասի եւ ցույց կտա, թե ով ավելի շատ կամ պակաս շահեց, բայց ամեն դեպքում դա նախապես ծրագրավորված ծրագիր էր, որը իրականացվում էր, նշել է ԱԳՆ խոսնակը։ Դիվանագետի խոսքով այս հարվածները իրականացվեցին, քանի որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև մեկնարկվում, մշակվում եւ ավելին համաձայնեցվում էր գործողությունների համապատասխան ծրագիր։ Զախարովան նշել է, ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիայի սկսվելուց բառացիորեն մեկ շաբաթ անց Իրանը լրատվամիջոցների մանիպուլյացիաների միջոցով հարձակման ենթարկված երկրից վերածվեց գրեթե ինքն իր վրա հարձակված երկրի։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 21-ից 25-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ, քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ից 3-ը կնվազի 3-ից 4 աստիճանով։